Հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, բարև ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր աշխարհի ամենահամեղ, ամենաարևաբույր, ամենաբազմազան հայոց ազգային խոհանոցից։ Եվ այսպես բարեկամներ, այսօրվա պատրաստվելիք ուտեստը կոչվում է հագանի, նորից արձականի հագանի բարեկամներ եւ ունի հետեւյալ բաղադրությունը՝ հավի միս, ծաղկակաղամբ, մածուն, սխտոր, ընկույզ, մի քիչ ալուր, ձու եւ համեմելու ենք կանաչ սոխով։ Սա հագանիների շարքն է, հագանիների շարքին է պատկանում եւ տարբերակը արդեն վերցված է արձականի տարածաշրջանից։ Ուտեստը պատրաստելու ենք տապակման միջոցով, բնականաբար տաքացնում ենք տապակը, հավի միսը արդեն ընտրված, լվացված եւ մաքրված կտրատում ենք բաժնե մասերի, բաժնե մասերը պիտի լինեն 30-ից 40 գրամանոց կտորներ։ Տապակը տաքացնում ենք, ձեթը դաղում ենք, բնականաբար մենք կարող ենք օգտագործել նաև տնական յուղ։ Շատ բարձր ջերմաստիճանի տակ անմիջական կեղևապատում, այսինքն հենց դրեցինք, շտապ պիտի կեղևապատել, շտապ պիտի այնպես անել, որ հավը կեղևապատվի, այսպես։ Համեմում ենք մի քիչ աղով, արդեն կեղևապատված ժամանակ։ Նորից շրջում ենք։ Հիմա տակը իջեցնում ենք մի քիչ, թուլացնում ենք կրակը, ծաղկակաղամբը ընտրենք, այսպես, ծաղկակաղամբը միացնում ենք ուտեստին, ծածկում ենք կափարիչով եւ թող դանդաղ կրակի տակ մի քիչ շոգեխաշվի։ Իսկ մենք պիտի պատրաստենք համեմունքը, ընկույզն ենք կտրատում մանր, սխտորի բջեղը, սամիթը, համեմում ենք աղով, սամիթի սերմով եւ շարունակում ենք այսպես խառնել, տրորել միասին, որ ճաշակենք միասին, յուրահատուկ այսպես համեմունքի մի ձև։ Սա այսպես, տեսնենք ինչ ստացվեց, շարունակենք շոգեխաշելը եւ պատրաստենք մածունի մեջ մի քիչ ալյուր, պիտի խոստովանեմ, որ այս ուտեստը պատրաստում են չորաթանով, բարեկամներ, չորաթանով, բայց չորաթանի բաղադրիչները մենք ստանում ենք առանց այսպես մեր ավանդական եղանակի, այսինքն կավելացնենք ձու եւ ալուր մածունին, կհամարենք, որ դա չորաթանի նմանվող բան է։ Ավելացնում ենք մածունին, նորից հիշեցնեմ, մածունի վրա ավելացրինք մի քիչ ալուր, ձու, այս համեմունքի մի մասը, սխտոր ընկույզ եւ սամիթ,
խառնենք այս համեմունքը նորից եւ ահա ժամանակն է ավելացնել արդեն պայմանական, ասենք, չորաթանը, ընկույզով եւ սխտորով։ Մի քիչ ջուր եւ հենց այսպես նորից շարունակում ենք շոգեխաշել։ Մեզանից կպահանջվի 8-ից 12 րոպե բարեկամներ։ Բարեկամներ, անցավ 12 րոպեն, ուտեստը արդեն կանչում է, հրավիրում է։ Ավելացնում ենք այս համեմունքը, սա արդեն վերջնական, այսպես տեսքի բերելն է, խառնում ենք։ 1-2 րոպե այս համեմունքով կմնա, իսկ մենք ունենք նորից բաղադրիչ կանաչ սոխ, կտրատենք լուցկու երկարության, ավելացնենք հագանին, վերջնական համտես, մի քիչ համեմի սերմ, նախապատրաստենք մատուցող ափսեն, կավից հատուկ ափսե ենք պատրաստում, լավաշիկներով, վերջ բարեկամներ, ուտեստը պատրաստ է, ահա այս ուտեստն էինք մենք պատրաստում միասին, տեղադրենք կավից ափսեի մեջ, մինչ կտեղադրեմ, ես նորից օգտվեմ առիթից եւ հիշեցնեմ, թե ինչպես պատրաստեցինք։ Հավը կտրատեցինք, մաքրեցինք, տապակեցինք շտապ կեղևապատելու պայմանով, այսինքն շատ բարձր ջերմաստիճանի տակ կեղևապատեցինք, ավելացրինք կտրատված ծաղկակաղամբը, կրակի տակը մի քիչ իջեցրինք, պատրաստեցինք մածունից, սխտորից եւ ընկույզից հատուկ համեմունք, մածունի մեջ ավելացնելով նաեւ մի քիչ ալուր եւ մեկ հատ ձու, սխտորի, ընկույզի եւ սամիթի հետ խառնեցինք եւ ավելացրինք տապակվող հավի եւ ծաղկակաղամբին։ Այդպես թողեցինք շոգեխաշվի, վերջում ավելացրինք նորից մնացած սխտոր, ընկույզ եւ այդ համեմունքը եւ վերջում կանաչ սոխ, համեմենք կամ ձևավորենք նաեւ հացերի հաց տապակված լավաշով եւ ուտեստը մատուցենք։ Բարեկամներ, հիշեցնեմ արձականի հագանի, ահա այսքանն էր, որ մենք այսօր ուզեցինք ձեզ ներկայացնել, բարեկամներ, մինչ ավարտելը ուզում եմ ցանկանալ, որ ձեր սեղաններին միշտ լինի ազգային ավանդական ուտեստներ, միշտ մենք աշխատենք սնվել ազգային ուտեստներով եւ կդառնանք ել ավելի առողջ եւ ել ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Արձականի հագանի, հավի միս 700 գրամ, ծաղկակաղամբ 200 գրամ, մածուն 150 գրամ, սխտոր 1 բջեղ, ընկույզ 50 գրամ, ալյուր 20 գրամ, ձու 2 հատ, ձեթ 30 գրամ, կանաչ սխտոր, աղ, պղպեղ, բարյախորշակ։